հենման կետում, այսօր ես սքանչելի և շատ սպասված հյուր ունեմ, Ռոմիկ Մխիթարյան, բարի գալուստ։ Բարի ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս։ Պարոն Մխիթարյան, մենք արդեն համարյա թե ավարտում ենք քարոզարշավը։ Եվ ուզում եմ ձեր գնահատականը, եթե համեմատում ենք 2021-ի քարոզարշավի հետ, 2026-ի քարոզարշավը, տարբերություններ ու նմանություններ արձանագրել եք։ Նախ ասեմ, որ շատ լավ քարոզարշավ ենք անցկացնում, 2021-ի համեմատ մենք բավականին ակտիվ ենք ու մարզերում։ Մենք ենք փոխվել, թե երկիրն է փոխվել։ Երկիրն էլ է փոխվել, բայց մենք էլ ենք փոխվել, որտեվ ինչ-որ չափով մենք դասեր քաղեցինք 2021-ից, որտեվ այն ժամանակ այդ 3 որ հավաքել էինք, իհարկե ուներ իր պատճառները նաև, պատճառներից մեկը Քոչարյանի մեծ հանրահավաքն էր, որը ստիպեց ժողովրդին գնալ ձայնը տալ քաղաքացիական պայմանագրին, իսկ իրականում մենք ունեինք 12%-ի չափ ձայն։ Բայց դրա հետ մեկտեղ մենք մի բաց ունեինք, որ մենք մարզերը ակտիվ չէինք շրջում, մարզերում ակտիվ աշխատանք չէինք տանում։ Ինչը որ հիմա մենք բավականին ակտիվ, բացի նրանից, որ այդ քարոզարշավն ենք անցկացնում քաղաքներում, որոշ գյուղերում, նաև առանձին գյուղերում տանում ենք աշխատանքներ, ամեն մեկս առանձին, այս անգամ ծանոթ, բարեկամ, հարազատ, բոլորը ներգրավված են այդ աշխատանքի մեջ և ես համոզված եմ, որ բավականին արդյունավետ է լինելու։ Ձեր գնահատականը ընտրողը արդեն կողմնորոշվել է ում է ձայն տալու, ինչու է ձայն տալու, ընդհանրապես ինչ ակնկալիքներ ունի ընտրություններից, ինչ առաջարկներ են ներկայացնում։ Ընտրողների զգալի մասը արդեն կողմնորոշված են, բայց կա նաև մի մեծ զանգված ժողովրդի, որոնք որ դեռ պասիվ են, կարելի է այսպես ասել։ Ինչ տրիգեր է պետք նրանց արթնացնելու։ Երևի թե բոլորի հետ առանձին հնարավորինս զրուցել։ Երբ որ զրուցում ես, ներկայացնում ես ծրագիրը, երբ որ ներկայանում ես, դա թողնում է, արդյունք է տալիս անպայման։ Եվ նաև մեր հեղինակությունն էլ է ազդում։ Շատ են նրանք, որոնք ապավինում են էլի օդից փող սկզբունքին։ Կան, բայց ես կասեի, այդ են պլինտուսից ցածր մակարդակի մարդիկ են, որտեղ 18 թվականից այս կողմ այդ փող հասկացողությունը մենք գնում էինք մաքուր ընտրությունների, ցավոք սրտի այս ուժերը բերեցին էլի այդ փողը մեջտեղ, և կան իհարկե գայթակղողներ կան, առանց մտածելու ինչ հետևանք կարող է ունենալ իրենց փողով քվեարկելը, բայց դրա հետ մեկտեղ էլ կան խոսակցություններ էլ են գալի, որ այդ փող վերցրածները այնպես չի, որ գնալու են փող տվողին ընտրեն։ Տեսեք, ինչու, մենք դե ֆակտո 24/7 ռեժիմով հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումներ ունենք, թե ինչ է կատարվում, այդ օդից փող համակարգի վերաբերյալ, գուցե հավելենք դրան, պարտադիր հավելենք նաև որոշակի լուստրացիան Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լրտեսական ցանցի վերաբերյալ, պետության դեմ գործող մարդկանց անուններով, որոնք արդեն իսկ հրապարակային են, այս ամեն ինչի տրամաբանական ավարտը ինչ պետք է լինի։ Կամ քաղաքական ուժեր, որոնք իրենց միլիարդներով հայտնվել են և փորձում են պետությունը փաթեթավորել ու գնել։ Պետությունը դրա դեմ ինչու չի պաշտպանվում, ինչու այն գործառույթը, որ օրենքով սահմանված էր իր գործառույթների ցանկում, օրենսդրորեն ամրագրված էր, հավասար մրցակցային պայմաններ բոլոր կուսակցությունների համար,
օտարերկրյա կապիտալի մերժում։ Բացի այդ նաև հակապետական հակաժողովրդական քարոզչության բացառում։ Ինչու այդ ամեն ինչը հիմք չի դառնում որոշակի կուսակցությունների, որոնք չունենալով գաղափարական հենք, որոնք չունենալով կամ մսխած լինելով իրենց քաղաքական կապիտալը, քոքը մաշեցրած լինելով իրենց քաղաքական կապիտալի, շարունակում են մնալ ընտրարշավում։ Ես հիշեցնեմ, որ առ այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը միայն մեկ կուսակցության ալյանսի գրանցումն է անվավեր ճանաչել, լինել ինքնաբացարկ են ներկայացրել։ Այո։ Պարզապես ինքնաբացարկ են ներկայացրել։ Ինչ խնդիրներ են լուծում մյուս քաղաքական ուժերը։ Ինչու այս ամբողջ ընթացքում լինելով իշխանություն, լինելով ժողովրդավարության ջատագով, լինելով ինքնիշխանության ջատագով, քաղաքացիական պայմանագիրը իբրև իշխանություն օրենսդրականային բացերը, որոնք ԿՀ-ին կտային այդ լիազորությունները, ոչ թե կթողնեին դատական համակարգին, որը չգիտես գործում է թե չի գործում էս պարագայում, որտեվ եթե ունենք այդքան գործեր, որևէ դատված չունենք այդ գործերով, այս ինչու են իշխանությունը իր գործառույթը դնում ընտրողի վրա։ Դե մենք անընդհատ խոսում ենք դրա մասին։ Առաջինն ենք մենք դրա Այո, մասին մենք դրա մասին դեռ քարոզարշավն է սկսված չէր, մենք անընդհատ խոսում ենք դրա մասին, որ կան կուսակցություններ, որոնք չպիտի գրանցվեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հենց այդ ձեր թվարկած պատճառներով։ Դրսի կապիտալը եւ այն ժամանակ արդեն սկսվել էր այդ փող բաժանելու խոսակցությունը, գրասենյակներ բացել, գրասենյակներ բացելը, այո, աշխատողներ վարձելը, որոնք որևէ ֆունկցիա չունեն։ Այո։ Եվ իրոք այդ անհավասար պայմաններ էր ստեղծված, այսինքն հիմա էլ այդ անհավասար պայմաններն է, մենք փողոցներով անընդհատ մեր քարոզարշավը Մեր արևայրուկը դա է վկայում։ Բայց մարդիկ այդքան էլ ոչ ակտիվ են, ոչ բան, իրանք նստած իրանց գրասենյակներում 10-ով կեքն են անում։ Իհարկե, ինչքան բացահայտումներ կա, ինչքան քրեական գործ կա արդեն հարուցված, ինչքան կալանավորված, ձերբակալված մարդիկ կան, բայց նախ դատական համակարգը, այդ օրինակ այս դեպքում պիտի արագացված դատական պրոցեսներ լիներ, որպեսզի եթե 1-2-ը արդեն դատված լինեին, արդեն դա բոլորի համար պատկեր կփոխեր։ Այո, իհարկե կփոխեր։ Իսկ այս դեպքում նաև փող տվողն էլ ասում է սա 2 ամիս կնստեն, սա ընտրությունները կպրծնի ամեն ինչն է կվերջանա, գնա դուրս կգա։ Այսինքն նաև բավարար իրազեկված չէ, որ դա ոչ թե 2 ամիս է, այլ 5-ից 7 տարի։ Այո։ Հələ վերցնելն է այդքան, բաժանելը ավելի շատ է, ինչքան գիտեմ, հա։ Դե ունենք ինչ ունենք, մենք դրա համար ենք մենք անընդհատ ժողովրդին ասում, որ մեր ազգային ժողով մտնելը անհրաժեշտություն է, որպեսզի մենք նաև այդ օրենսդրական փոփոխությունները անենք, որպեսզի հաջորդ ընտրություններին նման դեպքեր չլինեն, որ այդ մեծահարուստը գա, ասի փաթեթավորեք ես առնում եմ։ Շատ վտանգավոր հիմա ժամանակ ենք ապրում, չնայած ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ հասկանում է, ճիշտ գնահատում է մեծամասնությունը եւ ճիշտ ընտրություն է կատարելու։ Բայց ամեն դեպքում վտանգավոր է։ Դե գնահատականով ինչու կայացած ժողովրդավարական երկրներում այս ընտրակաշառքը երևի թե ոչ միայն հազվադեպ երևույթ է, այլև անհասկանալի երևույթ է։ Ինչու այնտեղ օրինակ չեն մտածում, որ կարելի է գնալ փող բաժանելով հասնել հաջողության։ Դա մտածելակերպի տարբերությունն է։ Թե կենսամակարդակի Եվ կենսամակարդակի իհարկե, բայց հենց կենսամակարդակն է բերում այդ մտածելակերպին։ Այսինքն, եթե մարդը բավարարված է իր աշխատանքով, իր վաստակածով կարողանում է պահել իր ընտանիքը, արդեն աչքը ուրիշ տեղ չի թեքի, ինքը
ավելի կմտածի, այնպես անի, այնպիսի ընտրություններ կատարի, որ այդ ընտրված կուսակցությունները կարողանան էլ ավելի բարեկեցիկ Արդեն դարձնել ընտրության իր ժամանակ կյանքը։ առաջնահերթությունը կտա ծրագրերին։ Այո, իսկ այս դեպքում դե բաներատես են այդ մարդիկ, ովքեր որ գնում են այդ գումարին, վերջի վերջո այս 50,000-ը, 100,000-ը դա այն նույն այն ժամանակվա 5,000-ն է, եթե նույնիսկ բան ինֆլյացիան բաներ, որ հաշվի ենք առնում, այդ նույն բանն է։ Եվ այդ լավ մի օր երկու օր ծախսեցին այդ գումարը, բայց չեն մտածում մարդիկ, որ այդ գումարը վերցնելով իրանք դառնում են ստրուկ։ Չեն մտածում, որ այդ գումարը վերցնելու հետևանքով կարող է այնպիսի վտանգ առաջանա, որ հենց ընտրություններից թեկուզ 10 օր հետո, 15 օր հետո իրենց երեխաներին են զորակոչելու ու տանեն Դոնբասում կռվելու։ Դա պիտի մտածեն, ամենակարևոր բանը դա է։ Դուք մասամբ կանխեցիք իմ հարցը, բայց ես հարցը այնուհետև հնչեցնեմ, տեսեք, վերջին 10-օրյակում ամենայն դեպս Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն կոմիտեն է այդ 24/7 ռեժիմով բացահայտումներ անում, Ռուսաստանի Դաշնությունն էլ 24/7 ռեժիմով սպառնալիքներ է հնչեցնում, Այո։ առայն ինչը կփակվի, ինչը կարգելվի, ինչը թույլ չի տա, ու վերջապես Հայաստանի ժողովուրդը ոնց քաղցած կմեռնի։ Հիմա այդ բացահայտումներից մենք ինչ եզրակացության պետք է գանք, արդյոք մենք 21-րդ դարի առաջին քառորդի ավարտին են ժողովուրդն ենք, որ մի փոր հացով պատրաստենք պետություն ծախել, որ մեզ համար ելակի ջերմուկի մի քանի շիշ կամ մի քանի կիլոգրամ տոննա, չգիտեմ ինչ, X վայրում X պահին վաճառքը շատ ավելի կարևոր է, քան այն, ինչպես դուք նշեցիք, որ իրենց զավակները Դոնբասներում չեն զոհվի, քան այն, որ իրենք առավել եւս հետ այսու կարիք չեն ունենա այդ Դոնբասներում, չգիտեմ, Ռուսաստանի տափաստաններում աշխատանք մուրալու, որովհետև այստեղ աշխատանք լինելու է։ Եթե Հանրապետություն կուսակցությունը մտավ խորհրդարան, իսկ ես կարծում եմ, որ մենք խորհրդարան մտնելու ենք, եւ որքան շատ, այնքան պետության ու ժողովրդի համար ավելի լավ արդյունքների տեսակետից, ես ուզում եմ հասկանալ, այս գործընթացները Ռուսաստանի Դաշնության հարձակողական այս ամբողջ արշավը ավելի արագացնելու է Հայաստանի Հանրապետությունում ընտրողների ճիշտ կողմնորոշումը, այն քնածներին արթնացնելը։ Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը շատ ճիշտ կողմնորոշվում է եւ շատ ճիշտ հասկանում է կատարվողը։ Մենք տարբեր փորձություններով անցել ենք, մենք այդ սպառնալիքները տեսել ենք, այդ սպառնալիքները կիրառել են մեր նկատմամբ եւ այսօր այս կփագենք, այն կփագենք, այս ջերմուկը չենք բանանի, ելակը դրա պարզ լուծումը կա եւ դրա պարզ լուծումը արդեն իրականություն է դառնում, հեսա տեղերը հատկացվելու են, թե Երևան քաղաքում, թե տարբեր հատվածներում, այն ելակը, որը որ պետք է արտահանվի Ռուսաստան, այդ ելակը կվաճառվի տեղում, կվաճառվի ավելի էժան գնով, բայց ավելի մեծ ծավալով։ Այո, եւ եկամտաբեր կլինի եւ բիզնեսմենի համար եւ բնակչի համար իհարկե հաճելի կլինի, որ կրկնակի էժան գնով ելակ է առնելու, հեսա ծիրանն է գալու, բայց ես համոզված եմ, որ սա շատ կարճ ժամանակ է տևելու, ինչ բան չմնաց մինչև ընտրությունը։ Հունիսի 8-ին ավարտվելու է։ Հունիսի 8-ին ավարտվելու է սա։ Իհարկե լինելու են այլ սպառնալիքներ, արդեն ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված խնդիրներ, այսօր բաներ եղել, չէ՞։ ԵԱՏՄ խորհրդի նիստում 4 պետությունների, չգիտեմ, հրովարտակ է ստորագրվել, որի բովանդակությունը չէր ժամանակ են տալի կողմնորոշվելու։ Մենք էլ ենք ժամանակ տալի իրանց կողմնորոշվեն։ Դուք էլ եկեք դեպի ժողովրդավար աշխարհ։ Տեսեք, պարոն Մխիթարյան, մենք շատ լայն հնարավորություններ ունենք հակադարձելու Ռուսաստանին։ Առաջին, կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղին ինչու հետ չենք վերցնում, ինչու պայմանագիրը չի վերանայվում։ 1. Եթե իրենք գնում են քաղաքական բացահայտ շանտաժի
մենք ունենք բոլոր իրավունքները այդ քայլին դիմելու, որովհետև Ռուսաստանը պայմանագիրը որևէ կերպ չի կատարել։ Վերջին հաշվով մենք ունենք Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռուսական ռազմաբազա։ Ինչու ենք այդ ռազմաբազան պահում մի պետության ռազմաբազա, որը Հայաստանի Հանրապետությանը դե ֆակտո տնտեսական պատերազմ է հայտարարել։ Եվ վերջին հաշվով, երբ կգա պայծառ օրը, որ մենք այլևս չենք սառի հապկում, այլ հապկը կլքենք։ Արդեն չեմ ասում ԵԱՏՄ-ի մասին, որովհետև ԵԱՏՄ-ն դե ֆակտո երբևէ չի եղել տնտեսական կառույց։ ԵԱՏՄ-ն, ինչպես նաև ՀԱՊԿ-ը չի եղել ռազմական կառույց, որովհետև ռազմական գործողության իր գոյության առաջին օրից առ այսօր չի մասնակցել, անգամ խաղաղապահ առաքելության մանդատ չունեցող կազմակերպություն է ՄԱԿ-ի։ Հիմա այդ ամեն ինչը քաղաքական գործիքներ են Ռուսաստանի ազդեցությունը Այո, տարածքում հետխորհրդային տարածքի երկրների վրա հնարավորինս ազդելու մեխանիզմ է։ Մենք ինչու ենք ուզում, որ այդ մեխանիզմը շվեյցարական ժամացույցի պես աշխատի շարունակելով մեզ ճնշել, ինչու մենք դուրս չենք գալիս ենթակայությունից, ինչու ռուսական մոնոպոլիաները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետությունում եւ ինչու իշխանությունը այդ ռուսական մոնոպոլիաների առկայությամբ շարունակում է իր հավասարակշիռ քաղաքականությունը, որ ինքնին բացառվում է մոնոպոլիաների առկայությամբ։ Վերջին հաշվով։ Ախր այդ ինչուները բոլորը ուղղված են իշխանություններին։ Մենք արդեն քանի տարի է որ ասում ենք, որ Առաջարկում ենք ծրագրեր, մենք միայն չենք քննադատում, մենք ծրագրեր ենք, ռեալ ծրագրեր ենք առաջարկում, բայց մենք նաև պնդում ենք, որ առաջինը մենք պետք է դուրս գանք այդ հոբ համակարգից, համատեղ Ռուսաստանի հետ հոբ համակարգից, որպեսզի կարողանանք ձևավորել նորմալ մեր օդային պաշտպանությունը։ Երկրորդ քայլը մեր դուրս գալ ՀԱՊԿ-ից, պարտադիր, օր շուտ, ժամ շուտ, տեսեք մենք ընդամենը սառեցրել ենք ՀԱՊԿ-ում մեր անդամությունը և այդ սառեցման հետևանքով բավականին զարգացած պետություններ այսօր մեզ սպառազինությունով օգնում են և ոչ միայն սպառազինությունով, այլ տնտեսական խնդիրներով և վերջիվերջով թրիփ ստորագրվեց և կա արդեն NVIDIA-ի հիմքերն են դրվում, արդեն սկսվում է շինա, այսինքն մենք երբ ազատվեցինք, դրանից հենց միանգամից դրանից հետո ամեն ինչը տասնապատկվելու է, հարյուրապատկվելու է և օգնությունները, և առևտուրը Հայաստանի հետ, և օգնելու են, այ մեր արտադրողին են օգնելու, որպեսզի մենք կարողանանք արտահանել մեր ամեն ինչը, մեր ապրանքները, մեր արտադրությունը, ես ուղղակի համոզված եմ դրանում, որ այդպես է, ինչու է ձգձգվում, չեմ կարող ես պատասխանել դրան, միգուցե ունի իր օբյեկտիվ պատճառները, իշխանությունները առայժմ ձգձգելու, իշխանությունն էլ է գնում դեպի դրան, դանդաղ է գնում, բայց գնում է դեպի դրան, և էլի եմ ասում, ուզում եմ հավատալ, որ կա դրա օբյեկտիվ պատճառները, բայց այն, որ մենք ունենք մեր տեսակետը, և տարիներ շարունակ ունենք այդ տեսակետը, Նաև ժամանակ չկորցնելու մեր օբյեկտիվ պատճառները։ Այո, իհարկե, մենք հիմա ժամանակ ենք կորցնում, ու շատ ծանր է ժամանակ կորցնելը, նայեք մենք բերեք ցույց տվեցինք շքերթով մեր սպառազինությունը, նոր մեր հանդերձանքը, բայց մենք կարող ենք դրա տասնապատիկը ունենայինք արդեն, և որպես արտադրած, մեր արտադրած, և որպես գնված, տարբեր տեսակի զինատեսակներ։ Եվ դա կնպաստեր տարածաշրջանում ուժերի հավասարակշռության ավելի արագ վերականգնմանը։ Իհարկե։ Դե բառք ասու, հիմա ռազմարդյունաբերությանը, տեղական ռազմարդյունաբերությանը բավականին հնարավորությունները տրված է, երեք տեսանք համոզվեցինք և տեսանք շատ քիչ տոկոսը այն նրա, ինչը որ արտադրվում է, դե իհարկե այդպես էլ պետք, հասկացողը հասկանում է, բայց դրա հետ մեկտեղ մենք ցույց տվեցինք, որ մենք ոտքի ենք կանգնել,
բայց ոտքի կանգնելը հələ մի հատ էլ սենց էլ անենք է, այդ դրա ժամանակն է գալի։ Ոչ թե էլ ենք կրակենք պատերազմ ուզենք, ոչ, տնտեսապես սենց պիտի անենք ու մենք ունենք այդ հնարավորությունը։ Մեր հանքարդյունաբերությունից սկսած, այմա սկսեմ Արամ Զավենիչի ասացին անընդհատվա խոսակցությունը։ Շարունակեք։ Ջրային ռեսուրսները, հանքարդյունաբերությունը, վերջնական արտադրանք ստանալը եւ տենց շարունակ Աշխատատեղերի ստեղծումը, բարձր վճարվող աշխատավարձ։ Այ դեպ ասեմ, այդ Ռուսաստանից որ խոսացինք, ախր հիմա այն որ ժամանակին գնում էին խոպան կոչվածը, հիմա աշխատում են գնացողն էլ շատ արագ հետ է գալի, որտեվ չեն վարձատրվում։ Ռուսաստանը ուղղակի ի վիճակի չի նույնիսկ իր աշխատողին վարձատրելու։ Այս ուժերը, որոնք այսօր կարճացեն, որ Ռուսաստանը բան պահենք, մենք ռուսական կողմը բան, ինչի համար, ուղղակի գնանք խորտակվենք Ռուսաստանի հետ։ Այստեղ մարդիկ ավելի լավ, այդ նույն շինարարը այստեղ էլ է շինարարություն անում եւ ավելի շատ է արդյունքում ստանում, որտեվ այնտեղ չի ծախսում աճուձախ, միանգամից աշխատավարձը տուն է տանում։ Այստեղ ասֆալտն էլ ենք փռում, այստեղ շատ բարձր մակարդակի շինարարություն է գնում եւ մեծ ծավալներով։ Հեսա գործարաններն էլ հերթով կամաց, հենց մենակ Nvidia-ի արդեն որ կիսահաղորդիչների արտադրությունն Հայաստանում դա ֆենոմենալ երևույթ է, որովհետև կիսահաղորդիչներ արտադրվում են Չինաստանում, Եվրոպայում, մենք 6-րդ պետությունն ենք, որ այո, որ կարող է այդ շանսը Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությանը տալիս է։ Այսինքն մեզ մի քանի level բարձր երկիր են փորձում դարձնել, որի ռեալ հնարավորությունները մենք ունենք, իսկ մենք չգիտես ինչի ասում ենք, չէ, էլի թողեք մեր լոլիկը ծախենք։ Դե լոլիկը ստեղ էլ կծախվի։ Լոլիկը կամ ելակը կամ չգիտեմ մեր ծիրանը մեր հարևան արաբական պետություններում է կվաճառվի։ Ինչ եղավ, ով է հիմա Ռուսաստանում փող ունեն, որ ելակ առնեն կամ ծիրան առնեն։ Առնելուց ազի փողը դզում են արաղ են առնում։ Նրանք ծիրան ու ելակ առնող են։ Չկա այն ժողովուրդը, որը որ այնտեղ կար ժամանակին, նույն Մոսկվայում էլ այն ժողովուրդը, որը կար, որը հնարավորություն ուներ այդ ամեն ինչը ձեռք բերել, այդ ժողովուրդը իմաստեղ է։ Այդ նույն ռուսները իմաստեղ են, Երևանում են, շատ լավ են զգում իրանց, նաև լավ էլ ինտեգրվել են եւ ի տարբերություն, ասենք, այդ ուժեղ Հայաստանից կամ Ռոբերտ Քոչարյանին ինչա Հայաստան դաշինքից, իրենք քննադատում են Պուտինի վարած քաղաքականությունը։ Եվ վստահաբար ժողովրդավարական երկրում երբևէ ինոագենտներ չեն հայտարարվի։ Այո, իհարկե։ Տեսեք, դուք այս ընթացքում բազում հանդիպումներ եք ունեցել թե մարզերում, թե Երևանում։ Ձեզ ընդհանրապես ինչ են հարցնում, ինչ են ասում ընտրողները։ Հիմնականում բոլորին հուզող հարցը խաղաղությունն է։ Խաղաղությունն է, որ իրոք բոլորը շատ ոգևորված են, որ այս արդեն 2 տարի է, 2 տարուց ավել է, որ կրակոցներ չկա սահմանին բան։ Եվ շատ լավ է դա իհարկե, բայց մենք էլ իրենց պատասխանում ենք, որպեսզի այդ խաղաղությունը հաստատուն լինի, այս քայլերը պիտի արվի, այս մեր բանակը հզորացվի, այսինքն տնտեսություն ոտի անենք, որպեսզի կարողանանք բանակը հզորացնենք, որտեվ համար 1 երաշխավորը խաղաղության բանակն է։ Մենք երեք ցույց տվեցինք սպառազինությունն էլ, մեր բանակն էլ, ոգին էլ բանակի, բավականին ցույց տվեցինք եւ ամենակարևորը որ ամեն ինչը հայրեն էր, շատ կարևոր էր դա։ Բայց այդ ամեն ինչը ամրապնդել է պետք։ Դա միայն փաստաթղթով չի։ Դու պիտի ուժեղ լինես, դու պիտի Վազգեն լինես։ Էլի եկավ Վազգենին։ Հունիսի 8-ին կյանք շարունակվելու է։ Այս սապելություն, թշնամանք, սուտ,
ոտքից գլուխ առավոտից իրիկուն, այսքան ստող, այսքան չարություն, մթնոլորտ նետող քաղաքական ուժերը, ոնց են նայելու, այն մարդկանց աչքերին ու մանվերջ խափում են։ Տիկին Ադամյան ջան, ոնց են մինչև հիմա նայե։ Այդ այնց խափելով էլի շարունակել են կամ էլ ստեղ չեն էլ լինի իրանք այդ միառժամանակ, որտեղ պրոցեսներից դուրս են մնալու, ասենք ինչ-որ մի քանի հոգով մտնեն ազգային ժողով, թե չմտնեն, դա չգիտեմ, նայեք ես համոզված եմ, որ Քոչարյանը չի մտնելու ազգային ժողով, Հայաստան Քո կնաշած։ Այո։ Այն մնացածը, եթե պիտի մտնեն էլ ազգային ժողով, փուչուր խմբով, բայց ասենք Սամվել Կարապետյանը ուր պիտի լինի, որ այդում պիտի տեսնի, որ մի հատ էլ աչքերին նայի կամ չնայի, կամ որ նայի ինչ։ Կարևորը մեր ժողովուրդը, այսօր ընտրությունները ավարտվեց, մեր ժողովուրդը վաղը հանգիստ արթնանալու է, մի հատ էլ արդյունքները մի երկու օր էլ ամփոփեն, խոսան բակերում, բիսեդ կեքում նարդի խաղալուց բան, ու այդ գզվրտոցն էլ վերանալու, ամեն ինչն էլ վերանալու է։ Մինչև հաջորդ, ասենք 28 թվի քաղաքային ընտրությունները։ Ասեմ, որոշակի թվով մարդիկ ձեր լավատեսությունը չեն կիսում, որովհետև Կրեմլի հրահանգով այստեղ նախաձեռնվելու են այդ ընտրական գործընթացներ, պատճառն էլ ասեմ, պարոն Մխիթարյան ջան, ընտրությունները կեղծված են։ Հա։ Այդպես։ Հա։ Չէ, դա միջազգային դիտորդներ են ներկա լինելու, մեր կողմից էլ է վերահսկվելու այդ ընտրությունները, այնպես չի որ Միևնույնն է կեղծված են, որովհետև տեսեք, եթե Ռուսաստանի Դաշնությունը այ պատերազմով Հայաստանի ինքնիշխանության վերացմանը չհասավ, աշխարհիկ ու հոգևոր բոլոր հանգուցյալներին կենթանացրեց, փողոց նետեց, քրիտիկական զանգված չհավաքեց։ Նույնիսկ հայտարարեցին գնդակահարելու, պատերի տակ շարելու, էսի ժեղ, չգիտեմ, համբալ, ինչ ասես իրար ասեցին, որևէ հաջողության չհասան։ Հիմա պետք է ընտրություններով իշխանություն վերցնել, հեղաշրջում անել, որ եթե հեղաշրջումը ընտրությունների միջոցով չեղավ, դե բնական է, որ ընտրությունները կեղծված էին, չէ՞ որ այստեղ ապրող յուրաքանչյուր այսպես հայ երազում է դառնալ Ռուսաստանի Դաշնության 89-րդ սուբյեկտը, համենայն դեպս, թե Սմոլենսկի հրապարակում, թե Կրեմլում ու Կրեմլի պատերի տակ, այդպես են կարծում մեր մասին։ Դե պարզ է Ռուսաստանի նպատակը ինչն է, այո, մեր պետականությունը վերացնելն է, որպեսզի էլի շարունակի տեր լինել այս տարածաշրջանին, բայց դե Բայց տերը, գոնե որոշակի պարտավորություններ Չէ, այդ Ռուսաստանին չի վերաբերվում պարտավորությունները, երբեք էլ Ռուսաստանը իրեն պարտավոր չի համարել ինչ-որ իր գործընկերոջ հանդեպ կամ այնա տեսել ենք էլի, բոլորի հանդեպ է պարտավոր էր, ինչ ունի այսօր Ռուսաստանը։ Ասեմ ինչ ունի, Սիրիայում կորցրեց Բաշար Ասադը, հիմա կորցնում է ռազմաբազաները, Վենեսուելայում կորցրեց Մադուրոին, հիմա արդեն կամաց կորցնում է Կուբան։ Այո։ Սկսենք Հարավսլավիա, Աֆղանստան, անverջ այսպես դավաճանությունների, անverջ պարտությունների, վերջին օղակը Ռուսաստանին չի հաջողվելու Հայաստանում այդ ինչ-որ իշխանափոխություն անել կամ հեղափոխություն Քոչարյանի ասած անել, չի հաջողվելու, չի ստացվելու, որտեվ վերջիվերջո դրա համար ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, բայց ժողովուրդը գնալու է ընտրի, ժողովուրդը գիտի ինքը ում է ընտրելու, չես կարող այդ ժողովրդին ասես չէ դու չես ընտրել, գնալու են ընտրեն քաղաքացիական պայմանագիր, գնալու են ընտրեն հանրապետություն կուսակցություն, բայց չեն ընտրելու Հայաստան դաշինք, չեն ընտրելու են մեկին, այդ ուժեղ, չգիտեմ, մուսկուլներով Հայաստան, հələ Սպայդերմենին էլ կընտրեն ինչ-որ չափով, բայց Քոչարյանը չի ստացվելու իր մոտ այս անգամ, սա վերջնականն է, և Հայաստանը այս ընտրություններով վերահաստատելու է իր կամքը ստեղծելու
պետություն, պետականություն, հզոր Հայաստան, հզոր բանակով, հզոր տնտեսությունով։ Եվ իհարկե ժողովրդավար երկրների հետ համագործակցելով։ Դա միակ ճանապարհը, այս ժողովուրդը ուզում է այդ ճանապարհով գնա։ Ինչ ուզում են ասեն։ Ուզում է Ռուսաստանը հիմա գնում է ինքնաոչնչացման։ Ռուսաստանը գալու է շատ մոտ ժամանակներում սկսելու է արդեն կիսվել մասերի։ Եվ պարտադիր մենք պիտի մնանք կայսրության պլատակների տակ, ըստ որոշ ասենք պայծառատեսների։ Բայց չենք մնա։ Շնորհակալ եմ, անցնենք բլիցի։ Անցնենք։ Հեշտ է Ռոմիկ Մխիթարյան լինելը։ Որտեվ Ռոմիկ Մխիթարյանը անկեղծ մարդ է, ու շատ հեշտ է մարդկանց հետ կարողանում աշխատել։ Ռոմիկ Մխիթարյանը տաբուներ ունի։ Իմ միակ տաբուն դա դավաճանությունն է, որը որ ես կյանքում չեմ ների։ Երևի թե մենակ դա է։ Ժամանակ ունեն մեկ ինքներդ ձեզ հանդիպելու։ Առաջ ունեի, հիմա չի ստացվում։ Չի ստացվում, նույնիսկ գիշերը որ քնելուց առաջ փորձում եմ ինչ-որ չի ստացվում, որտեվ ուղեղիս մեջ անընդհատ կամ աշխատանքն է հիմնականում։ Այս ինչ բնակչին եմ խոստով, այս ինչ թաղամասում ես դեարվի, այս վիճակն է էլի անընդհատ։ Ես երազիս մեջ եմ այդ աշխատանքների։ Հանդիպում ձեր բնակիչներին։ Պայծառ երազներ ձեզ։ Կրակ թե ջուր, որին եք պատրաստ։ Ես կրակի նշան եմ, նենց որ ինձ կրակն է, բայց կինս էլ ջրհոս է, նենց որ մենք միասին սենց այդ ամեն ինչը Ճանապարհը բալանսավորում ենք։ Հասկանալի է ձեր վիճակը։ Ճանապարհը առաջին քայլից է սկսվում, իսկ ավարտվում է ձեր կարծիքով։ Ավարտվում է այն դեպքում, երբ որ թևաթափ ես լինում, երբ որ կորցնում ես հավատդ, երբ որ գտնում ես, որ էլ անելիք չունես։ Այդ դեպքում միայն կարող է ավարտվել, բայց իմ նման մարդու համար ճանապարհը երբեք չի ավարտվում։ Ձեզ ինչ կհարցնեիք, եթե 20 տարի առաջ հանդիպեիք։ Ազգյանի պես կասես, ինչ եք անում տղեկ։ Իմ աշկերը ձեզ վրա են տղերք, կասեր Վազգենը։ Ձեր հարցը ինձ։ Դուք արդեն պատրաստվում եք ազգային ժողովի ձեր ելույթներին։ Իմ բոլոր ելույթները միշտ անպատրաստ են, բայց միշտ տեղը։ Չէ, ամենաառաջինը։ Ամենաառաջինը ես կարծում եմ, որ ելույթ չի լինելու է շնորհակալություն եւ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր հասկացան, գիտակցեցին, զգացին, ովքեր սիրում են իրենց երկիրը այնքան, որ ուզում են հանրապետությունը տեսնել խորհրդարանում ու անում են հանրապետությունը խորհրդարանում տեսնելու իրենց քայլը, որովհետև եթե հանրապետությունը խորհրդարանում է, դա որակապես այլ խորհրդարան է լինելու։ Այս 21-26-ի գզվռտոց չի լինելու։ Դա լինելու է խորհրդարան, որտեղ քննարկվում են պետության աջենդայի առաջին խնդիրները եւ ոչ թե քննարկվում, այսպես մինչեւ դարավերջ որոշում ենք, արդյոք մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կկնքենք մոդուլային այգի կառուցման համաձայնագիր, թե եկեք մինչեւ 2036 թվականը դա հետաձգենք։ Արդյոք մենք վերջապես այսպես դուրս կգանք հապկից, թե դուրս չենք գա։ Արդյոք կարելի է Հայաստանի Հանրապետության բյուջեի կառուցվածք փոխել կամ տնտեսության կառուցվածք փոխել։ Արդյոք ռուսները մեզ չեն պատժի, եթե մենք սկսենք մեր պետությունում գործարաններ կառուցել, եթե մենք ոչ թե արտահանենք հումք, այլ սկսենք ապրանք արտահանել, արդյոք մեզ թույլ կտան Եվրամիությանն անդամակցել, ու էլի այսպես բազում արդյոքներ, որոնց հստակ պատասխանը հանրապետությունը ունի,
որոնց հստակ ժամանակացույցը հանրապետությունը ունի եւ հանրապետությունը նաեւ ունի այն մարդիկ, որ կարող են այդ գործը անել։ Այո, Ուստի կարծում եմ նաեւ ձեր, ոչ միայն իմ, առաջին ելույթը լինելու է շնորհակալություն այդ մարդկանց, որ լսեցին Վազգենին ու մտածեցին այս երկրի մասին։ Այո։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ունկնդիրներ, ես եմ եղել այն մարդը, ում Վազգենը ասել է իր իսկ բառերով վերջին էմոցիոնալ խոսքը։ Եվ այդ վերջին էմոցիոնալ խոսքը վստահեցնում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության ապագայի մասին էր ամբողջությամբ։ Այն կառավարության մասին էր, որ Վազգենը ունենալու է, այն կուսակցության մասին էր, որ Վազգենի կուսակցություններ լինելու։ Ես ուզում եմ, որ դուք բոլորդ մտածեք նաև ոչ միայն ձեր անելիքների մասին, այլև մտածեք այն մարդկանց մասին, որոնք հենց հիմա այս պահին ծնվեցին եւ որոնք պետք է ապրեն ինքնիշխան, ազատ ինքնիշխան երկրում։ Շնորհակալ եմ, բարին ընդ ձեզ։